Բարև բոլորին, այսօր պատրաստում եմ գունավոր պելմենիներ։ Գունավորման համար վերցնում եմ գազարի, բազուկի և մանուշակագույն կաղամբի հյութեր։ Ի դեպ, դրանց պատրաստմանը կարող եք ծանոթանալ հաջորդ տեսանյութը դիտելով, որի հղումը տեղադրված է ներքևում։ Գազարագույն, կարմիր և մանուշակագույն պելմենիներից բացի պատրաստում եմ նաև դեղին և բաց վարդագույն, որոնք ստանում եմ քրքումից և տոմատի մածուկից։ 2,5 թեյի գթալ քրքումի և 1 ճաշի գթալ տոմատի մածուկի վրա լցնում եմ տաք ջուր, յուրաքանչյուրին 60 մլ և լավ խառնում, որպեսզի լուծվեն։ Այնուհետև յուրաքանչյուրի վրա լցնում եմ մի քիչ աղ, 1 թեյի գթալ բուսայուղ և լավ խառնում։ Նախ բազուկի հյութն եմ լցնում ամանի մեջ, ավելացնում եմ 1 հարած ձվի կեսը և այլուր այնքան, որ ստացվի ձեռքերին չկպչող խմոր։ Ձևավորում եմ գունդ։ Փաթաթում սննդային թաղանթով և թողնում հանգստանա 15 րոպե։ Նույն եղանակով պատրաստում եմ մնացած բոլոր 4 գնդերը։ Ընթացքը մի քիչ ժամանակատար է, բայց ստացվում է բավականին շատ պելմենիներ, որոնք պահելու եմ սառցախցիկում հետագայում օգտագործելու նպատակով։ Մինչ գնդերը հանգստանում են, պատրաստում եմ միսը, որը նախապես համեմել եմ աղով, կարմիր պղպեղներով, կանաչիով և ցիտրոնով։ Ավելացնում եմ նաև քերած կես կարտոֆիլ, 1/3 դդմիկ, 1 սոխ և 1 ատամիկ սխտոր, լավ խառնում եմ։ Այնուհետև կրտնակի օգնությամբ բացում եմ գունդը հնարավորինս բարակ։ Շրջանակներ եմ անում, հեռացնում եմ ավելորդ հատվածները, որոնք կպահեմ սառցախցիկում և հետո կօգտագործեմ։ Յուրաքանչյուր շրջանակի վրա դնում եմ մի փոքր միս և ձևավորում նախընտրելի տարբերակով։ Ահա և վերջ, ստացվեցին շատ զվարճալի պելմենիներ, հուսով եմ դուք էլ կփորձեք։ Մատուցում եմ 2 տարբերակով՝ եփած և տապակած։ Եփելու համար կաթսայով ջուր եմ եռացնում, լցնում եմ պելմենիները, խառնում, ավելացնում մի քիչ աղ, մի քիչ բուսայուղ, որպեսզի չկպչեն իրար։ Եվ երբ պելմենիները բարձրանում են ջրի երես, ավելացնում եմ կես թեյի գթալ քացախ և թողնում եմ եփվեն 4-ից 5 րոպե, ոչ ավել։ Մատուցում եմ իր ջրի հետ միասին։ Իսկ տապակած տարբերակի ընթացքը տեսնելու համար բաժանորդագրվեք իմ ալիքին և սեղմեք զանգակին։ Բարի ախորժակ։